Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ցես դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության քրիստոնեական տաստիարագության բաժանմունքին գոմե գազմագերբված հավատք եւ կյանք հայդակիրով համակորձակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ գհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության միապաններեն եւ միաժամանակ գրոնական եւ տաստիարակչական հրադարագություններու բաժանմունքի վարիչ Կերաբադիվ դերվաղինակ Զայրակուն Վարտաբեդ Մելոյանը, որ պիտի խոսի հավատ կյանք կորց խորակրով։ Աստվածօգնական այսուպ։ Օգնական ողջունցես։ Սկսելով ամիջապես մեր հարցազրույցին նկատի ունենալով, որ հավատ եւ կյանք եւ կորց է մեր խորակիրը։ Մեր առաջին հարցումը հետեւյալը պիտի լայսուպ։ Այսօր որքանով առնչություն կա մեր հավատքին ու կյանքին միջև։ Անկամ եւս գողջունեմ ցես սիրելի ժողովուրդ լսողներ եւ տեսնողներ, դիտողներ։ Ինչ որ այսօր պիտի ասեմ, շատ գխնդրեմ եւ գաղաչեմ չդիտվի, չմպռնվի, չհասկացվի իբրև քննադատություն, իբրև թադաբարդություն կամ իբրև վարգապեգում, այլ բարձրապես որոշ ճշմարտություններու բացահայտում, որոնք կրնան օգնել մեզի ճշմարիտ քրիստոնեական կյանք ապրելու։ Հիշեցեք Տիրոջ խոսքը Հովաննու ավետարանին 8-րդ գլուխին 32-րդ համարին մեջ մենք կգարտանք ճշմարտությունը պիտի գիտնաք եւ ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Եվ այսօր այդ ճշմարտությունն է, որ ես պիտի հայտնեմ։ Սիրելիներ, նախ երբ Հիսուս գսե ճշմարտությունը պիտի գիտնաք, ճշմարտությունը պիտի ճանչնաք, իսկության մեջ դեսական բանի մասին չէ որ գխոսի։ Հբանցիկ ընթերցումը այդ դպավորությունը գուտա։ Բայց երբ խորը երտանք, պիտի տեսնենք, որ Հիսուս գագնարգե ինքն իր անձին։ Հովհաննես 14:6 Հիսուս գսե ես եմ ճշմարտությունը։ Բայց նույն գլուխը, այսինքն Հովաննու ավետարանի 8:36-ին մեջ Հիսուս գսե մարդու որդին եթե ցեզ ազատե, դուք իրապես ազատ պիտի ըլլաք։ Ուշադրություն ըրիք սիրելիներ, 32-րդ համարը գսե ճշմարտությունը պիտի ճանչնաք, ճշմարտությունը ցեզ պիտի ազատե, 2-3 համար անտին գսե մարդու որդին ցեզ պիտի ազատե, եւ եթե ազատե, դուք ճշմարտապես ազատ պիտի ըլլաք։ Հիսուս Հովաննու ավետարանին 10-րդ գլուխին 14-րդ համարին մեջ գսե ես ոչխարներս կճանչնամ, ոչխարներս ալ զիս կճանչնան։ Հետևաբար խոսքը հոս փոխադարձ ճանաչողության մասին է։ Այսօր երբ մեր քրիստոնեական կյանքը գտիդենք, կտեսնենք դժբախտաբար ճանաչողությունը միակողմանի է, երկկողմանի չէ, փոխադարձ չէ։ Այսինքն մեզ ովևէ մեկուն եթե հարցվի կճանչնաս Հիսուսը, գիտենք այո։ Բայց Հիսուսին եթե հարցնենք, դու կճանչնաս մեզ իբրև քո ոչխարներդ, քո հավատարիմ զավակներդ, կճանչնաս մեզ իբրև հավատարիմ հետևորդներդ։ Ինչ պիտի պատասխանե Հիսուս, ինչ կգարցեք պիտի լա պատասխանա Տիրոջ։ Հետևաբար սիրելիներ, ինչու գսեմ ասկա, որովհետև այսօր մենք միայն անունով քրիստոնյա եղած ենք։ Հայտնության կրկին 3-րդ գլուխ առաջին համար Հիսուս Սարդիգեի եկեղեցին գսե. «Դու միայն անունով ողջ ես, իսկության մեջ մեռած ես»։ Նույնը գսե Պողոս առաքյալ այդ Կորինթացիս 10-րդ գլուխ ներողություն 5 Կորինթացիս գլուխ 13 համար 5 գսե. «Դուք ցես քննեցեք ու տեսեք Քրիստոսի ներկայությունը գսկակ ցեր մեջ, թե սոսկ իր անունը գգրեք, գգոչվի քրիստոնյա, քրիստոնյա առանց Քրիստոսի։
Հետևաբար սիրելիներ, այս բատկամը գոչ մնե մեզ մեր յուրաքանչյուրին, որ մեր կյանքի մեջ մեր հավատքը թարգմանենք, այսինքն մենք կհավատանք Քրիստոսի։ Շատ լավ, ասի լոզունք է, կորձը ուր է մեր կյանքի մեջ, ասոր թարգմանությունը ուր է մեր կյանքի մեջ։ Հիսուս քաղցր է, աղեք, բայց մեզ թարնացնող մարդոց թիմաց ուր է մեր քաղցրությունը։ Գահավատանք, որ Հիսուս ողորմած է, շատ լավ, մենք ալ ողորմած ենք։ Գահավատանք, որ Հիսուս սեր է, շատ լավ, մենք ալ Հիսուսի անունով և Հիսուսի անվան փառքին համար գսիրենք։ Հիսուս կտարած է, սա լոզունք է, դեսություն է։ Ուր է կտարածությունը մեր կյանքի մեջ, ուր է կտարածությունը մեր սրտի մեջ։ Հիսուս ներող Աստված է, գահավատանք։ Ասի խոսք է, ուր է ներողամտությունը մեր կյանքի մեջ, երբ մարդիկ մեզ գծավցնեն։ Եվ կարելի է օրինակները բազմացնել, սիրելիներ։ Այս հարցումը գավարտեմ հիշելով Մատթեոսի 7-րդ գլուխին 23-րդ համարը, որ գսե. ոչ թե ով որ ինձի դեր ըսե Աստծո արքայությունը պիտի մտնե, այլ ով որ իմ հորս գամքը գգադարե։ Այսօր դերը մեզ գհրավիրե, որ նվիրվենք մեր երկնավոր հորը գամքին գադարման։ Հետևաբար սիրելեն միայն անունով, միայն խոսքով քրիստոնյա չլանք, այլ մեր կյանքով, մեր գործերով ցույց տանք, որ իսկապես մենք քրիստոնյա ենք։ Շատ բարի։ Խոսեցաք հավատքի եւ կյանքի առնչության մասին։ Կարելի է նաեւ խոսել հավատքի եւ գործի առնչության մասին։ Այս հարցումին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հիշել Հակոբոս Արաքյալին նշանավոր խոսքը։ Հակոբոս Արաքյալ իր ընթառական նամակին 2-րդ գլուխին մեջ 17 եւ 26 համարներուն մեջ երկու անգամ գսե հավատքը առանց գործի մեռած է։ Իսկ 20-րդ համարը գսե 26-րդ համարը 2:26 գսե հավատքը անօգուտ է առանց գործի։ Նայեցեք, երբ գսե հավատքը առանց գործի մեռած է, կնշանակե գործը կյանքն է հավատքին։ Գործն է, որ կյանք ուտա հավատքին։ Ճիշտ ինչպես հոգին կյանք ուտա մեր մարմիններուն, գործն ալ կյանք ուտա հավատք գոչվող մարմինին։ Եվ ինչպես հոգին երբ բաժնվի մեր մարմինեն, մեր մարմինը կմեռնի, նույնպես ալ գործը երբ բաժնվի հավատքեն, հավատքը կմեռնի։ Բայց հոս կարևոր է հետևյալ ճշմարտությունը գտնել եւ հետևյալ զանազանությունը անել։ Դարբերությունը հավատքին եւ գործին երկու ակնարկ բիդինեմ, առաջինը հետևյալն է։ Ճիշտ է, որ այս երկուքը հավատք եւ գործ անբաժան երկու իրականություններ են։ Միևնույն ճշմարտության երկու դարբեր եւ սակայն զիրար ամբողջացնող անբաժան եւ անբաժանելի երեսներն են, եւ սակայն յուրաքանչյուրը բամը ցույց կտա։ Հավատքը ցույց կտա, որ ես փրկության ջամփուն մեջ եմ։ Բարեգործությունը ցույց կտա, որ ես հավատքի ջամփուն մեջ եմ։ Հավատքը ցույց կտա, որ ես Հիսուսը ունիմ սրտիս մեջ։ Բարեգործությունը ցույց կտա, որ ես հավատք ունիմ սրտիս մեջ։ Հավատքը ցույց կտա, որ ես Տիրոջ ջամփուն մեջ եմ։ Բարեգործությունը ցույց կտա, որ ես հավատքի ջամփուն մեջ եմ։ Գտեսնեք, թե որքան անբաժան երկու բառեր են։ Հիմա մեկ-երկու օրինակներ հիշեմ, եթե թույլ տաք Աստվածաշունչ Մատյանեն, թե ինչպես Հիսուս սոսկ խոսքի մարդ չէր։
այլ կորձի մարդ։ Առաջին օրինակը Փարիս Սամարացին արագը գտնենք Ղուգասու ավետարանին 10-րդ գլուխին մեջ։ Արագը պետք է ցանոթը լա բոլորիդ, թե ինչպես Երուսաղեմին հերացող մարդը ավազակներու ցերկը գինա զինգը գողոբդեն, գծեցեն, գմերգացնեն, գվիրավորեն, գիսամահ վիճակի մեջ գցկեն գերտան։ Նայեցեք հոս ինչ դեղի գունենա։ 3 անսեր գմոդենան ասոր, գամ ասենք 3 անսեր գտեսնեն այս խնդիրը։ Նախ կահանամը գուկա գտեսնե վիրավորը։ Քեդին ինգած հերվեն գտեսնե եւ ջամպան գշեղե։ Չի մոդենար։ Չէ դա կրկրված կանան, որ ով է այս քեդին ինգողը, ինչ բադահած է։ Չէ դա կրկրված։ Ջամպան գշեղե։ Հերվեն գտեսնե ջամպան գշեղե։ Ճիշտ ինչպես ցեզմեն մեկը եթե ջամպան կալած ադենը հանդիպի մեգումը, որուն չի սիրեր, հանդիպիս կամ տեսնես մեկը, որուն հետ քեն ես ջամպատ գշեղես, չէ, 300 մետրեն ջամպատ գփոխես, միան որ թեմ հանդիման չկաս այդ անցին, հոնալ նույնը կբադահի, գտեսնե ջամպան գշեղասի առաջին անցն է, երկրորդ անցը ղևդացին գսե դեսավ վիրավորը եւ շրջանցեց շուրջեն կովեն անցավ որ կնշանակե մոտեցավ դեսավ պաչոկնեց պամմաչրավ ցկեց կնաց հետո գուկա Փարիս Սամարացին որ բոլորս ակիդենք Հիսուսն է եւ Հիսուս գարտացեք Ղուգաս 10-րդ գլուխ 33 եւ 34 համարներ գսե Հիսուս դեսավ վիրավորը դեսնող աչք ունի մեր դերը կտացող սիրտ ունի մոդեցավ բարեկորձության համար շարժող ոտքեր ունի եւ հետո անոր վերքերուն վրա փալասան տրավ ցետ եւ քինի տրավ բարեկորձության համար շարժող ցերկեր ունի դեսավ դեսնող աչք կտացող սիրտ մոդեցավ մոդեցող ոտքեր եւ օգնեց օգնող ցերկեր բայց հետաքրքրական այս խումբ մարդիկը եթե ուզենք քիչ մնուտի զիրեն դուրս գալ գրնանք հետեւյալը ասել մարդիկ 3 խումբի կբաժնվին ոմանք կահանայի խումբին կպատկանին հերվեն կտեսնեն հերվեն վերքը ցավը վիշտը նեղությունը աղքատությունը դակնավը բնավ չեն հետաքրքրված կեզմով այսպիսի անձեր սոս իրենց անձերուն համար գաբրին իրենց նեղբադյանեն դուրս գալ չեն ուզեր իրենց համար ուրիշը քոյություն չունի միայն իրեն քոյություն ունին ուրիշով չեն հետաքրքրված ասոն քեշ մարդիկն են բայց գան երկրորդ խումբի մարդիկը անոնք են որ նույնքան վատ բան է որոնք ղևդացին նման գմոտենան գտեսնեն վերքդ գտեսնեն ցավդ գտեսնեն քաշած նեղությունը դակնաբդ աղքատությունը եւ այդքան ուրիշ ոչինչ գնեն հետաքրքրված են թե ինչ բադայեցավ հետաքրքրված են ոչ թե որպեսի օգնեն բարձրապես իրենց հետաքրքրությունը կոհացնելու համար բայց չեն օգներ բայց մենք իբրև Քրիստոսի հետևորդներ երրորդ խումբի մարդոց բիդի պատկանենք սիրելիներ որովհետև այսօր մենք բոլոր ժամանակներեն ավելի գարիք ունենք դեսնող աչք կտացող սիրտ օգնող ցերկ ունենալու չի պավեր դեսնող աչք ունենալ պետք է կտացող սիրտ ունենալ նաև չի պավեր կտացող սիրտ ունենալ պետք է օգնող ցերկ ունենալ երկրորդ օրինակ մգրնամ երկրորդ օրինակ մնալ հիշել այսօր ընտրեմ գգարտանք
Ղուգասու ավետարանին 15-րդ գլուխին 20-րդ համարի մեջ գրծեր որդին, անարակ որդին տրվակին մեջ։ Գրծեր որդին երբ գվերատառնա խոզանոցեն, հոն կրված է 20-րդ համար։ Հայրը հերվեն դեսավ իր որդին։ Դարձյալ դեսնող աչք ունի մեր երկնավոր հայրը, գտեսնե մեր բոլոր դակնապները, նեղությունները, կտացող սիրտ ունի կտարատ հայրը, վազեց, դարձյալ ոտքերու խնդիր գա, բարե կործության համար վազող ոտքեր, և հետո ծերքերովը իր գրծեր որդին, ճիշտ է որ բադվերդվա, բայց մեկնության մեջ իր ծերքով է, որ գշնոր է նոր բատմուջան, որ պրգություն գխորորդանշ է, նոր մադանի, որ իշխանություն գխորորդանշ է, և նոր գոշիկ, որ գյանքին նոր ջամպա, նոր արակելություն գխորորդանշ է։ Ահավասիկ մեր երկնավոր հայրը, հետևյալ բադգերը դուք արեք սիրելիներ, հայրը դեսավ, կտաց, վազեց, բադգերացուցեք հայրն ասված գներգայացվի իպրև մեկը, որ գվազե հայ սուրբ, գվազե մեր պրգության համար, այս պարը սրդի շատ խոս է, ասված գվազե պրգությանս համար, ոչ միայն գտեսնեզիս, ոչ միայն գկտա, այլ գվազե, և ինչ ծույց գուտա ասծո վազելը, ծույց գուտա ասծո բատրաստագամությունը մեզ պրգելու, ծույց գուտա ասծո զորությունը մեզ պրգելու, ծույց գուտա ասծո անպացադրելի սերը մեզ մեյորական շուրին հանտև։ Այսօր հետը պիտի խոսենք հավատքի և կործի մասին այս օրինակները մեր թիմաց պետք է ունենանք։ Այլապես մեր հավատքը մեռած հավատք է և օրինակները շատ են սիրելիներ, 5000-ի գերագրումին թրվակը եթե գարտակ 14 համար Մատեոս նույն բանը պիտի տեսնեք։ Հիսուս դեսավ, դեսնող աչք, կտաց, կտացող սիրտ, բժիշկեց, բժիշկող ծերկեր և հացերը արավ օրնեց արադացուց և պաշխեց, դարձյալ ժողովուրդի օգնության հասավ։ Այսպիսին է քրիստոնյա մարդը։ Մեզ մեյորական շուրը պետք է ունենա դեսնող աչք, կտացող սիրտ, օգնող ծերք։ Այս երեքը մեկը եթե չկա, մենք հեռու ենք քրիստոնյա ըլլալու իրականութենեն։ Շատ բարի հայ սուրբ։ Լավ, այսօր ինչ կապակցություն կա մեր հավատքին և հավատքին դունը հանդիսացող եկեղեցիին միջև։ Գեղեցիկ հարցում է, շնորհակալ եմ հայ սուրբ, բայց եթե թույլ տաք, կարևոր գետը հոսիմը միտքս եկավ և անեգա հավանաբար պետք է հիշեմ, ուղղակիորեն հարցումին պատասխանել է առաջ, քանի բարեգործության մասին խոսեցա սիրելիներ, մեկը պետք չէ մտածե, պետք չէ խորհի, թե ինք բարիք պետք է գործե, որպեսզի պրգվի, որպեսզի երկինք մտնի։ Շատ հստակ ասեմ սիրելիներ, բարեգործությունը մեզ չի պրգեր, բարեգործությունը մեզ երկինք չի մտցներ, հավատքն է, որ մեզ կպրգե, բարեգործությունը մեր հավատքը կպրգե, դարբերությունը մեր մտքի մեջ հստակ պետք է լա, հավատքին և բարեգործության, եթե հավատանք դիրոջ, գպրգվինք, եթե բարեգործություն կատարենք, գվարձադրվինք, բարձ է սիրելիներ, հավատացյալ մարդուն ժամանակներու ավարտին կսպասե երկու բան, փրկություն և վարձադրություն։ Փրկությունը մեր հավատքին բդուղն է, վարձադրությունը մեր բարեգործությանց բդուղն է, արդյունքն է։ Եվ ունենք օրինակներ Աստվածաշունչին մեջ։ Մեկ օրինակ հիշեմ։
այդ գորընթացից երրորդ գլուխ եւ որ գխոսվի այն մասին թե ինչպես Տադաստանի օրը բոլորիս կորձերը Տադաստանի գրագով հանդես պիտի կան Տադաստանի գրագը մեր կորձերուն որագը հանդես պիտի բերե եւ ոնց արաքյալը գսե եթե այդ գադարած մեր բարի կորձերը գրագին թիմանան մենք պիտի վարձատրվենք պիտի բրգվենք եւ վարձատրվենք բայց եթե գրագին չթիմանան ուշադրություն գնեք գոր եթե մեր բարի կորձերը գադարած կորձերը գրագին չթիմանան վարձատրություն պիտի չստանանք արաքյալը գսե վարձ պիտի չստանանք թեպետ մենք պիտի բրգվենք հետաքրքրական է բայց վարձատրություն պիտի չստանանք հիմա քիչ հետ հավանաբար այդ մասին խոսենք ինչու համար մեր գարկմը բարի կորձերը գրնան Տադաստանի գրագին չթիմանալ եթե արիտ եղավ այդ մասին խոսենք օրինակ եթե մեկը բարի գործե որբեսի մարտոց ուշադրության արարգան դառնա փարապանություն կպնդրե փառք կպնդրե վայլն եւ այլն եթե այս խնդիրները կան մարտուն բարի գործությունը Տադաստանի գրագին չի թիմանալ թեպետ անցը դրված է լալով որ բարի սիրդունի բարի գնեփ գրնա բրգվել բայց իր կորձերուն համար հադուցում պիտի չստանա հիմա չեմ գիտեր եթե ցես գեհդակրկրես սիրելիներ թե ինչն է այդ վարձքը որ մեզի պիտի դրվի երկու դող գրնամսել այս մասին այս որտեվ մարտի գրնալալ մտածեն մեյմը երկինք մտանք բրգվեցանք վարձատրությունը ինչ է քանի մը բաներ են վարձատրություններս մեկ ադի հիշեմ հոս եւ ուղղակիորեն ասեմ գեդե ինչ է հարուցյալ մեր մարմիններն են եթե մենք բարեկորձ ապրած բարեկորձ ցանկ ապրած ենք մեր հարուցյալ մարմիններուն շքեղությունը շատ ուժեղ պիտի ըլլա եթե սուրբ հայրեր գսեն ամեն մեկ բարեկորձություն որ կգադարենք ատամանտի գդոր մնե որ գտրվի փրկության բսագին վրա որ մեր գլուխին զեդեղած է Հիսուս այսինքն երբ հավատանք Քրիստոսի դերը փրկության բսակ գուտամեզի այս օրինակը ծեր միտքը բայեցեք երբ դիրոջ հավատանք փրկության թակ կստանանք բայց այդ թակը այդ բսակը ատամանտներով զարտարելը մեր կորձն է փրկությունը ծրի է հավատացիր դիրոջ փրկության բսակը արիր բայց ծեր անուն ալգարձեն բսակ կնշանակե հունարենի մեջ Ստեփանոս անոնք որոնք չեն գիտեր հայր Ստեփանոսին անունը Ստեփանոս բսակ կնշանակե հաղթանակի բսակ հունարենի մեջ ուրեմն սիրելիներ երբ հավատանք դիրոջ այդ բսակը ծրիորեն կստանանք բայց այդ բսակը ատամանտներով քուհարներով ոսկեղեններով զարդարելը մեր բարեկորձություններով դեղի կունենա Տադաստանի օրը դերը բիտնայի թե որքան մենք մարգարիտներ քուհարներ ունենք մեր գլխուն տրված փրկության բսակին վրա ըստ այնն պիտի որոշվի թե մեր հարուցյալ մարմնին լույսը որքան ուժեղ պիտի ըլլա Եվ ասկայես չեմ որ գսեմ Բողոս Արաքյալ այդ Կորինթացիս 15-րդ գլուխին մեջ եւ որ գխոսի հարուցյալ մարմիններուն մասին գսե գարկմը մարմիններ պիտի լալ աստղերու նման ուրիշ մարմիններ լուսինի նման ուրիշ մարմիններ արևի նման աստղերու նման մարմինները որոնք են սիրելիներ աստղերու նմանող մարմինները անոնք են որոնց հարուցյալ մարմինները թեթև լույսը պիտի ունենան փրկված են թեթև լույսը ունին սովորական հավատացյալները բայց ունենք լուսինի նման եղող հավատացյալները որոնք սրբության գես ճամփան գդրածներն են որոնց բայձարությունը ավելի քեղեցիկ է որոնք քիշերով ավելի ուժեղ լույս ցույց կտան հայտնաբերեն բայց ունենք արևը որում փառքը շքեղությունը լույսը շատ ավելի ուժեղ է եւ ասոնք արդեն սուրբ մարտիկն է սուրբ Գրիգոր Նարեգացին մեզ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդին մեզ Մովսես Մարգարեին մեզ այսպիսի մարտիկ
Հիմա երևակայեցեք սիրելիներ, ասկաց իր աչքին դիմաց բերեք։ Հիմա գրնալալ մտածեք, ինձ համար կարևոր է ես երկինք մտնեմ։ Այո, ճիշտ ես։ Լավ բան է երկինք մտնելը, դժոխք չերտալը, գրագներում մեջ չնետվիլը, բայց դու հաշիվը դրե, որ երբ երկինք մտնես, պիտի տեսնես քեզից զարոտ մարդիկ, որոնք լուսինի լույս ունին, արևու նման գճարակայտ են, որոնց հարուցյալ մարմիններուն շքեղությունը փառքը շատ մեծ, իսկ դու անոնց դիմաց խեղճ ու գրակ մարմինը, փրկված մարմինը պիտի ունենաս։ Գուզես այդպիսին լալ։ Մանավանդ օրինակ եթե խոսենք այն մարդոց մասին, որոնք իրենք զիրենք գծեվացնեն, որ հավատքի մարդիկ են, Աստծո մարդիկ են, Քրիստոսի մարդիկ են, գքարոզեն հավատացյալներուն հանգարց Տադաստան օրը արքայության մեջ օրինակ, իմ բարակաս առնենք օրինակ, արքայության մեջ դեսնեմ հավատացյալներ, որոնք շատ ավելի շքեղ են փառավոր, կան իմ հարուցյալ մարմինի, ես ամոթի մեջ պիտի մնամ։ Հիշեցեք, որ Հիսուսին նպատակը այն չէ, որ փրկվիկ եւ երկինք մտնեք, այլ Սուրբ ըլլակ, գադարյալ ըլլակ եւ երկինք մտնեք։ Ոչ թե բարի ազնիվ խելոք համեստ ըլլակ, Սուրբ եւ գադարյալ ըլլակ եւ այդպես երկինք մտնեք։ Հիսուս գսե Մատթեոս 5:48-ի մեջ գադարյալ եղեք, որովհետեւ ծեր երկնավոր հայրը գադարյալ չէ, սեր համեստ եղեք, ազնիվ եղեք, խելոք եղեք, գադարյալ եղեք, Սուրբ եղեք, գսե դերը։ Եվ հարցումը մենք ուզենք հավատքի զինվորը ըլլալ, հավատքի խեղճ ու գրակ դգար զինվորը ըլլալ եւ երկինք մտնել, թե ուզենք հավատքի զորավարը ըլլալ եւ երկինք մտնել։ Եվ գիտեք ով է զորավարը, չէ՞։ Մի քանի 100 հոգի իր ցերկին տակ ունեցող մարդն է, այսինքն հավատքիս օրինակով ուրիշներուն ներշնչման աղբյուր դառնամ։ Իմ ցերկից դակ զինվորներ ունենամ, հավատքի զինվորներ, բայց ես ադիգա ըլլալու համար պետք է հավատքի զորավար դառնանք։ Գներեք երկարեցավ այսօր, հիմա ծեր հարցում եմ, ինչ էր հարցումը այսօր։ Ինչ կապակցություն կա մեր հավատքին եւ հավատքին դունը հանդիսացող եկեղեցին միջև։ Մի քանի գետերոս պիտի հիշեմ այսօր, բայց հիշել է առաջ, եթե թույլ տաք, ընդհանուր ցեով հետևյալը ասեմ։ Չեն կրնար ուրանալ, որ մեր ժողովուրդը բարեբաշխ ժողովուրդ է, եկեղեցասեր ժողովուրդ է։ Բայց որքանով իր եկեղեցասիրության մեջ, բարեբաշխության մեջ ճշմարիտ է եւ գենթանի։ Հոսե խնդիրը։ Կան շատ մարդիկ, ասալ ասեմ, որ ասեմ մենք մեր դուներում մեջ ալ կրնանք աղոթել։ Այո, համաձայն եմ, գրնաս աղոթել է պետք է աղոթես։ Բայց ով սա որ եկեղեցին միայն աղոթքի դեղ է։ Բաներ կա որ դանդ մեջ չես գրնարնել, միայն եկեղեցվո մեջ գրնասնել։ Դունիդ մեջ գրնաս աղոթել։ Բայց դանդ մեջ չես գրնար մեղքերու խոստովանան գադարել եւ եթե գադարես արցագում դվող չգա։ Ադի եկեղեցվո մեջ դեղի գունենա։ Դանդ մեջ չես գրնար դիրոջ մարմին եւ արյունը ջաշագել։ Դանդ մեջ չես գրնար սուրբ բադարակի մասնակցություն բերել։ Դանդ մեջ չես գրնար հրեշտակներուն ընկերակցությունը վայելել եւ անոնց պարապանագից դառնալ։ Շատ բան կա, չեն գրնար իրակորձել մեր դուներու մեջ։ Օրինակ մեր դանը մեջ մենք չեն գրնար Քրիստոսի մարմինը գազմել, գիտեք դուք ադիգա։ Քրիստոսի մարմինը գազմելու համար եկեղեցի պետք է կալ։ Մեզ մեր յուրաքանչյուրը Քրիստոսի մարմինին, այսինքն եկեղեցին մեկ անդամն է։ Ու շատ տուներիկ, տուն իբրև անհատ Քրիստոսի մարմնին մեկ անդամն ես, ոչ թե Քրիստոսի մարմինն ես։ Քրիստոսի մարմինը եկեղեցին է, հավատացյալներու բազմությունն է։ Եթե գուզես հավատացյալներու բազմության միանալ եւ Քրիստոսի մարմինը դառնալ,
թատրիս անդամ ըլլալ է, մարմինը դառնաս դիրոջ, մարմինը գազմես դիրոջ, անհրաժեշտ է որ եկեղեցի երտաս։ Հետո սիրելիներ, Քրիստոս քաչալերեց, որ մենք առանցին եղած ադեն աղոտենք, առանցնագի աղոտքը քաչալերեց, Մատթեոս 6:6, մդիր ներքին սենագատ գղբետ տուրը աղոթե առանցին, մինագության մեջ աղոտերը քաչալերեց դերը, բայց նաև բադվիրեց կովկովիկալ, Մատթեոսի 18-րդ գլուխ 19 եւ 20 համարները, մեզի գսեն ուր որ 2-3 հոգի հավաքվին իմ անունովս, ես սոնեմ, իմ անունովս, եթե հավաքվին ես սոնեմ անոնց դեմ, եւ գսե նաեւ եթե խնդրանքի համար միապանին, ինչ որ խնդրեն, պիտի դամ, պիտի գադարեմ։ Եթե խնդրանքի համար միապանին, այսօր եկեղեցի գուկանք, կովկովի գուկանք, շատ աղոտքներ գնենք եւ մեր աղոտները անբադասան կմնան հայրսու։ Անբադասան կմնան սիրելիներ, գիտեք ինչու։ Որովհետեւ Հիսուս գսե եթե միապանիկ ներողություն սեղանի զագի, եթե միապանիկ ծեր խնդրանքը պիտի գադարվի, ուր է միապանությունը, ուր է միապանությունը մեր կյանքի մեջ, ուր է միապանությունը հավատացյալներուն կյանքի մեջ, եկեղեցի հաջախողներուն կյանքին մեջ, ուր է միապանությունը, եկեղեցականերուն կյանքին մեջ ուր է միապանությունը, ինչ կնշանակե միապանություն, ինչ կնշանակե միապան, մեկ խոսք, մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ հավատ, մեկ ու միակ դիրոջ հանդեպ, եթե միապանիկ, մեկ սիրտ ըլլակ, այն ադեն նայեցեք ես ծեր աղոտներուն կպատասխանեմ կամ ոչ, հետո գսե, ուր որ 2-3 հոգի հավաքվի իմ անունովս, ինչ կնշանակե դիրոջ անունով հավաքվիլ, դիրոջ անունով հավաքվիլ կնշանակե դիրոջ անվան փառքին համար հավաքվիլ, երթալ եկեղեցի դիրոջ անունը փառապանելու նպատակով։ Հետևաբար սիրելիներ, եկեղեցին մեր հոգևոր ծննդավայրն է, ինչպես Վահան Թեքեյանը գսե, հոգեհանգիստի դեղ չէ եկեղեցին, միայն հոգեհանգիստի դեղ չէ, միայն հոգեհանգիստի համար եկեղեցի եկողներուն հետևյալը գսեմ եւ քաղցրությամբ գսեմ, լավ լսեցեք, ոչ թե ծեր մերելներուն համար եկեղեցի եկեք, այլ ծեր փրկության համար մեռնող դեր Հիսուս Քրիստոսի համար եկեղեցի եկեք։ Ճիշտ չեմ այսօր։ Մեր ժողովրդի զավակները շատեր գա իրենց մերելներուն համար եկեղեցի գուկան եւ ոչ թե իրենց համար մեռնող Քրիստոսի համար։ Հոգեհանգիստի համար եկեղեցի եկողները կգոչվին հոգեհանգիստի հավատացյալներ։ Որբեսի գոչվին Քրիստոսի հավատացյալներ, Քրիստոսի համար պետք է կան եկեղեցի։ Միայն դոներու արիտով եկեղեցի եկողները կգոչվին դոնական հավատացյալներ։ Բայց մենք այսօր գարիք ունենք այնպիսի հավատացյալներու, որոնք գոչվին Քրիստոսի հավատացյալներ։ Հոս մի քանի գեդեր պիտի հիշեմ այսու պետք է թույլ տաք արագ գերբով։ Առաջին կան շատ մարդիկ, որոնք գսեն, թե հայր Սուրբ եղած չեղածը շաբաթը մեկ օր հանգիստի օր մոնինք անալ գիրագի օրն է, հանգիստ պիտինենք, ծեր հանգիստի օրը գիրագի օրը չէ, այլ շաբաթ օրն է, եթե դուք գուզեք շաբաթ օրով աշխատիլ, քիչ ավելի տրամ ցերկ ցկելու համար, այդ ցեր խնդիրն է գրնամսել ցեր սխալն է։ Դիրոջ սխալը չէ, դիրոջ հանցանքը չէ։ Ապացույցներով խոսենք,
հանգարտ չմտածեք, որ մեր ըրածը ցնտապանություն է։ Ինչ կնշանակե գիրագի։ Դուք գիտեք, որ գիրագի բառը հայերեն չէ, հայկական բառ չէ գիրագի բառը։ Հունարեն է գյուրագե։ Կնշանակե դիրոջ օրը, Lord's Day։ Դիրոջ օրը, դիրոջ դանը մեջ պետք է ըլլալ։ Ճիշտ չեմ եղբայրս։ Դիրոջ օրը, դիրոջը դանը մեջ պետք է ըլլալ։ Ինչ կնշանակե շաբաթ։ Գսեք ծեր հանգիստի տատարի օրը գիրագին է, չէ։ Դուք գիտեք, որ շաբաթ բառնալ հայերեն չէ, հայկական բառ չէ։ Շաբաթ բառը եբրայերեն է, եբրայերեն հրյաներուն լեզուն։ Սաբաթ գանչվի, սաբաթ կնշանակե հանգիստ, կնշանակե թաթար։ Ուրեմն ծեր հանգիստի եւ թաթարի օրը շաբաթն է, ոչ թե գիրագին։ Ասկա առաջին գետ։ Երկրորդ Մարիամ եւ Հովսեփ գպնդրեին Հիսուսը եւ գործընծուցին զինք բադանի Հիսուսը 12 տարեկանին Երուսաղեմի մեջ զինք կդան դաջարին մեջ Հիսուս ինչը սավանոնց ինչու զիս կպնդրեք չէի գիտեր որ հորս դանը մեջ բիդի ըլլամ Ղուգաս 2:49 հորս դանը մեջ բիդի ըլլամ Աստծո որդին Աստծո դունը գգոչե իր հորը դունը եթե դուք Աստծո որդիներն եք Աստծո դուստրերն եք աղջիկներն եք դուք ալ եկեղեցին պիտի գոչեք ծեր երկնավոր հորը դունը եւ գսե չէի գիտեր հորս դանը մեջ պիտի ըլլամ հետաքրքրական է հայրսուր Հոս Հիսուս դաջարը չի գոչի Աստծո դունը, արարիչին դունը, ամենագարողին դունը, մեր բաբային դունը գոչե գոր։ Մեր բաբային դունը, մեր երկնավոր հորը դունը։ Ինչը սել գուզեմ դուք սիրելի հավատացյալներ երբ եկեղեցի գուկակ, այս գիտակցության պետք է կակ, որ դուք գերտակ գոր հանդիպում ունենալու ծեր երկնավոր հորը հետ ծեր բաբային դունը գերտակ ոչ թե միայն ծեր աստծույն ծեր թագավորին ծեր ինչ գիտնամ թադավորին ծեր փրկչին ամենագարող ստեղծիչին ոչ նաև գերտակ ծեր հորը դունը ուրիշ կետնը Սամոս 27-ը 4-րդ համար Դավիթ մարգարեն գսե Ես գսիրեմ Աստծո դանը մեջ ապրիլ դիրոջ վայելչությունը ըմփոշնել, դեսնել, դիրոջ քեղեցկությունը դեսնել եւ դիրոջ ներկայությունը խնդրել, փնտրել եկեղեցի եկող հավատացյալներ երբ եկեղեցի կակ Աստծո քեղեցկությունը փնտրեցեք դիրոջ քեղեցկությունը փնտրեցեք Դիրոջ ներգայությունը փնտրեցեք, դիրոջ ներգայության մեջ մխրջվեցեք, խորը կացեք, կոնե թուք, որ եկեղեցի կհաջախեք, երբ եկեղեցի մտնեք, եկեղեցի մտնող կլուխներուն մի նայիք, եկեղեցվո կլուխին Քրիստոսի նայեցեք, այսուր այս կես սովորություն ունենք մեր եկեղեցվո մեջ, Քարոզի ժամանակ քարոզ գուդանք մեկը եկեղեցի կմտնե 100 հոգի գտարնա անոր գնայի ով մտավ երբ մտավ ուր պիտի նստի ինչու պիտի նստի որուկով պիտի նստի ինչ հակված է ցեզի ինչ ով գուկա երբ գուկա ինչու գուկա ուր կնստի ինչ կհակնի ցեզի ինչ ծեր ուշադրությունը գետ ռոնացուցեք եկեղեցվո գլուխին վրա Եվ ոչ թե եկեղեցի մտնող գլուխներուն վրա Դիրոջ նայեցեք, որ ցեզի գնայի Դիրոջմով հետաքրքրվեցեք, որովհետև դուք դիրոջ հետաքրքրության արարգաներն եք
Չլար դերը ցեզի նայի դուք ուրիշին նայիք։ Ուրիշ գետմը վերջնտեր գետմը Սամոս 122 առաջին համար գսե Սամոսակիրը գուրախանայի երբ ինձի գսեին դիրոջ դունը երտանք գուրախանայի երբ ինձի գսեին դիրոջ դունը երտանք գրնակ երավագայ այսու Սամոսակիրը գուրախանար հարցում Ցեզի համար դիրոջ դունը կալը եկեղեցի հաջախելը մտնելը ուրախություն է Դե բարձաբես եկեղեցի կալը սովորություն դարձուցած եք Գամ հանդիպման վայր Ցեզի համար սիրելիներ եկեղեցի կալը ուրախություն պետք է լա Որովհետև գերտակ ցեզ սիրող Ցեզի համար սիրելի Ցեզի համար իր կյանքը զոհող Հիսուսի ներկայության մեջ լալու Եվ վերջին գետը ասկա կարևոր գետ մնե այսօր նախքան հաջորդ հարցումին եթե անցնենք եթե ժամանակնիսները ուրեմն Սուրբ հաղորդության ստացումը Սիրելիներ Դիրոջ մարմինը եւ արյունը ջաշակելը պետք չէ Սովորություն դարձնեք Սովորության արդյունք պետք չէ լա հավատքի արդյունք հավատքի Պետք է հավատակ որ ասկա ասո մարմինն է արյունն է Հովանես Մանտագունի հայրաբեդը գսե երբ դիրոջ մարմինը եւ արյունը գջաշակեք զասված գշոշափեք Զասված ծեր սրդի կահին վրա իպև կահագալ, թակավոր, ասված դեր գնստեցնեք։ Աստված է որ գմտնեց իր մարմինեն ներս։ Գիտեք սիրելին է Սուրբ հաղորդության մասին ինչ գսե Հովանես Արաքյալ եթե մի քանի դողմիան ուզեմ հիշել 6-րդ գլուխեն թույլ գուտակ այսօր Նայեցեք 6-րդ գլուխ 50-րդ համարեն սկսյալ Լավ գիտեք որ եթե չուդեք մարդու որդին մարմինեն չխմեք անոր արյունեն կյանք պիտի չունենաք Ով որ մարմինես գուդե եւ արյունես գխմե հավիտենական կյանք գունենա եւ ես անոր հարություն պիտի դամ վերջին օրը հավիտենական կյանք գունենա Դիրոջ մարմին եւ արյունը ջաշակողը ինչու որովհետեւ դերը ինքն է հավիտենական կյանքը դու հավիտենական կյանքը երբ գուդես հավիտենական կյանք ունենաս 55-րդ համարը քանի մարմինս ճշմարիտ գերագուր է եւ արյունս ճշմարիտ խմելիք Հիսուս իր մարմինը գոչե ճշմարիտ մարմին Ուշադրություն Հիսուս իր մարմինը գոչե ճշմարիտ մարմին Չեն կրնար ճշմարիտ մարմինին մոդենալ սդությամբ Գեղձիկով անմաքրությամբ ճշմարիտ գերագուր է ճշմարիտ խմելիք է ուրեմն ճշմարիտ հավատքով պետք է մոդենանք գենթանի հավատքով պետք է մոդենանք գենթանի բրչին մարմնին եւ արյունին որոնք մեզ կգենթանացնեն չեմ ուզեր շարունակել որ ժամանակ շանք բայց հոս հետեւյալ գետնը լսեմ այսօր շատեր գա սուրբ հաղորդություն գարնեն եւ գցկեն եկեղեցին դուրս գելեն դուք գիտեք որ հայրերեն մեկը հաղորդություն առնող եւ եկեղեցին դուրս ելողները ինչի կնմանցնեն հուտա իսկարով դացին որ դիրոջ ցերկեն բադարմը հաց արավ եւ դուրս ելավ կրված է Հովանու ավետարան 13-րդ գլուխ գխորիմ համար 30 բադարը առնելուն պես դուրս ելավ դուք ալ նույնը մինեք բադարը առնելուն պես դուրս միելեք սիրելիներ եւ ցեզի բացադրեմ թե ինչու դուրս պետք է ելեք նայեցեք
բադարակի մեկնությունը գադարողներ մեր ուշադրության կանցնեն հետևյալը գսեն թե բադարակը 4 մասի կբաժնվի առաջին մասը կգոչվի բադրաստություն գսկսի խորուրդ խորին երկով եւ գավարդի թափորի շարականին ավարտումով երկրորդ մասը կգոչվի երախայից բադարակ կամ բաշտոն ջաշու գսկսի օրնյալ թակավորությունն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո օրնությամբ եւ գավարդի սուրբ երկին երկեցողությամբ երրորդ բաժինը կգոչվի հավատացյալոց բադարակ կամ փունդ բադարակ այս միջոցին է որ հավատացյալներ դիրոջ մարմինը եւ արյունը կջաշագեն գսկսի սուրբ երկին երկեցողությամբ եւ գավարդի սուրբ հաղորդյան փաշխումով չորրորդ մասը կգոչվի կոհապանություն եւ արցագում գսկսի լծակով եւ գավարդի օրնյալ եղերուկով սիրելիներ երբ դուք դիրոջ մարմին եւ արյունը կջաշագեք սուրբ հաղորդյուն կառնեք եւ գցեք եկեղեցին դուրս գելեք գոր նախքան որ չորրորդ մասը սկսի չորրորդ մասին մեջ մենք գերկենք լծակը եւ կոհանամքը հոն գերկենք եւ գսենք մենք դիրոջ մարմինով եւ արյունով լեցվեցանք դիրոջ մարմինը եւ արյունը ջաշագեցինք դիրոջ բարիքներով լեցվեցանք հետեւաբար ով դեր կոհապանություն կհայտնենք քեզի շնորհակալություն կհայտնենք քեզի այս մեծ բարգեւին համար մեզի դված մարմինիդ եւ արյանդ համար ով դեր շնորհակալ ենք գփարապանենք քեզ մեզի համար ցանկը տվիր խաչին վրա մենք քեզ ջաշագեցին քեզնով գշտացանք բայց դուք եկեղեցին գցկեք դուրս գելեք այս բոլորին չեք մասնակցիր եւ որ կհաղորդվի եւ դուրս գելեք ով շնորհակալություն պիտի հայտնե եկեղեցի մնացած ծեր փոխարեն ծեր անունով շնորհակալություն պիտի հայտնե դուք եթե մեգումը դունը կացիկ ջաշեն ամիջապես հետ գցկեք դուրս գելեք հոն չեք մնալ քիչ մը չեք զրուցեր դանդիկնոջ հետ սրտած խոսակցություն չեք ունենալ լավ դիրոջ մարմինը արյուննալ երբ ջաշագեք մնացեք հոն դիրոջ հետ զրուցեցեք շնորհակալություն հայտնեցեք քոհություն հայտնեցեք դիրոջ մանավանդ դեռ չենք խոսիր այն մասին որ դագավին դիրոջ մարմինը ծեր պերաններուն մեջ դուրս գելեք գսկսիկ չեմ ասել պամպասանքի զրբարդության, բայց գրնամ ասել աշխարհիկ նյութերու մասին կսկսիկ խոսիլ։ Հիմա ինձ պիտի համոզեք, որ դուրս գելեք եւ Սուրբ Հաղորդյան մասին խոսիկ։ Արդեն եթե Սուրբ Հաղորդյան հանդեպ այդ հավատքը ունենաք եկեղեցի կմնաք դուրս չգելներ։ Վերջին դողմը Սուրբ Հաղորդություն ստանալը սովորություն մի դարձնեք։ Հավատքի արդայդություն տողլա։ Շատ բարի հայ Սուրբ առնենք մեր տատարը, որ մեր հետ կվերաթարնանք։
Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե հայր վաղինակը գխոսի հավատ գյանք գործ խորակրով։ Շարունակելով այսօր ինչ գաբակցություն կա մեր հավատքին եւ եկեղեցական մեր դոներուն միջև։ Քիչ գապ կա այսօր, որովհետև դժբախտաբար մեր կյանքին մեջ, մեր եկեղեցվո կյանքին մեջ, հավատացյալներուն կյանքին մեջ երևութականությունը, սևականությունը, արերեսությունը քրեթե իր կակատնագետին հասած է։ Սա ճշմարտություն է, ոչ թե հորեդեսություն։ Այսպես օրինակ առնենք իբրև օրինակ ծնունդը կամ Սուրբ Հարության տոնը մեր հավատացյալներեն քանիներ կամ մեզ են քանիներ ծնունդը գդոնեն ծնյալին հետ քանիներ ծնունդը գդոնեն ծնյալը եւ ծնյալին աշխարհ բերած փրկությունը ունենալով իրենց սրդին մեջ ծնունդի արիտով իրարուն նվեր գուտանք բայց քանիներ մեզ Զնյալ պրկչին դված նվերը փրկությունը գարնե իր սրդի մեջ զնյալ փրկիչը գարնե իր կյանքի մեջ գամ վարտանանցին օրինակը առնենք դարձյալ դոն է վարտանանց դոնակատարության արիտով գփագենք մեր վարժարանները բայց մեր աշակերտությունը դունը գնստի Վարտանանց բաջարով վարժարանը գփագեք, բայց վարտանանց համար եկեղեցի չեք կար, ասի վարտանանց դոնակատարություն եղավ, ուր է վարտանանց հոգին, մեր աշակերտության, մեր հավատացյալներուն, մեր բադանիներուն կյանքին սրդի մեջ, եթե այդ հոգին գա, կյանքով ցույց թող տան, թող եկեղեցի կան, մեր ասկային կառույցներուն կապված թող մնան։ Կամ առնենք դիարընթարաչը իբրև օրինակ։ Կովս 7-8 օրինակ հիշած եմ դիարընթարաչով կբավարարվիմ։ Եվ որ դիարընթարաչը լա մեր մամաները եկեղեցի կան իրենց զավակները կբերեն խորան կբարձրացնեն Սուրբ Սեղանին շուտ կդարձնեն եւ անոր անունը կտնեն դիարընթարաչ դոնեցինք։ Այս է դիարընթարաչը Ուր է հավատքը ասոր մեջ Ձեր զավակներուն պիտի սորվեցնեք ոչ թե միայն խորանի Սուրբ Սեղանին շուրջ դառնալ ոչ թե միայն զանոնք դարձնել պիտի դակ պիտի սորվեցնեք անոնց Աստծո քարնուգին շուրջ դառնալ անոր բաշտամունքին նվիրվել անոր երկրբակության նվիրվել Ոչ թե խորամ բարձրացնելով պիտի բավարարվիք, այլ զանոնք պիտի աղոթքով, ծեր աղոթքներով Տիրոջ ներկայության բարձրացնեք։ Սիրելիներ կարելի է դոները մեկ հիշել եւ մեր թերությունները անոնց մեջ մատնանշել, այսքանով բավարարվիմ։ Շատ բարի։ Քիչ առաջ հայ Սուրբ անդրադարձակ բարեգործության կարևորության մասին։ Հարցումը հետեւյալն է. ամեն բարեգործություն կհամարվի Եվ իր վարձքը ունի Ամեն բարեգործություն գրնա բարեգործություն չհամարվիլ եւ հետեւաբար գրնա իր վարձքը չունենալ ասեմ ինչու որովհետեւ եթե մեկը բարեգործություն գնե բայց իր փնդրածը մարդոց գոմե փարապանությունն է զապահարությունն է մարդոց ուշադրության առանցքը դառնալն է բնականորեն չեն գրնալ ակնկալել որ նման բարեգործություն իր վարձքը ունենա երկնքի մեջ Սա մեկ երկրորդ ճշմարիտ բարեգործությունը պետք է ծածու կլա այսօր գան մարդիկ աղքատներուն գոքնեն եւ թիմադերերեն Facebook-երեն գտնեն այսօր շատ դքեղ երևույթ է այդպիսի բան անելը դիրոջ համար զզվելի արարք է չեմ գիտեր ցեզ մեկ քանիներու ցանոթ է Սարգիս Քնաջյանը Գատոյգոսարանի մայր դաջարին բարերարը իր մահեն հետո Բավական դարիներ հետո մարդիկ գիտсан, որ ինքն էլ բարերարը, այսպիսի մարդիկ ճշմարտապես բարեգործ կնկատվին։ Մեկ օրինակ դամ Աստվածաշունչեն, քանի մեր ժամանակը արդեն իր ավարտին կհասնի, Ապելի եւ Գայենի օրինակը։
Գայանի համար գսվի ծննդոց 4-րդ գլուխ 3-րդ համար գսվի ժամանակը հետո երկրի բդուղեն դիրոջ ընձա փերավ ժամանակը հետո որ կնշանակե թե լավակույն բդուղը առաջին բդուղը երախայրիկը դիրոջ չդվավ որոշ ժամանակի հետ առաջին իրեն բայեց միջեր ապելի համար գսվի 4-րդ գլուխ 4-րդ համար իր ոչխարներուն անտրանիկներեն առաջիններեն եւ բարարտներեն լավակույներեն դիրոջ դվավ հոնետա կրկրական համար մգա գսե ասված նայեցավ ապելին եւ անոր ընձային իսկ գայենին եւ անոր ընձային չնայեցավ երբ գսվի նայեցավ ապելին այսին ապելին սրդին ինչ սիրտով դվավ եւ հետո նայեցավ դրվածին Գայենին նայեցավ թե ինչ սերտով դվավ եւ հետո նայեցավ իր դվածին սիրելիներ երբ դուք բարեգործություն պիտի ընեք մեգումը պամը պիտի դակ միայն ցերցերքը թող չշարժի ցեր սիրտը նաեւ թող շարժի ցերկով դալե առաջ սիրտով դվեք միայն ցեր կրբանեն մի դակ Նաև ծեր սրդեն դվեք Հովանես մանտագունի հայրաբեդը գսե ասված նայողին ասված դվողին ծերքին չի նայիր դրվածին քանագին չի նայիր այլ գնայի դվողին սրդին հոգին ինչ դրամատուրգիամ դվավ Ես աղոտող եմ սիրելիներ ավարտին Այս բահեցողության 40-օրյա բահեցողության ժամանակաշրջանը մեզ յուրաքանչյուրին փերե աստվածային օրնություններ, Աստծո պահպանությունը, պաշտպանությունը եւ ամենայն բարիք։ Շնորհակալություն այսօր բարձկենին կդար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե։ Ծեր բոլորին գմախտենք բարիք իշեր եւ հաջելի ունգընտրություն։